Եթե սպառողները ձեռք են բերել տուրիստական փաթեթ եւ հայտնվել են մի երկրում, որտեղ առաջացել է արտակարգ կամ պատերազմական իրավիճակ, նրանց իրավունքներն ու հնարավոր գործողությունները սովորաբար բխում են սպառողների պաշտպանության, զբոսաշրջության եւ պայմանագրային իրավունքի ընդհանուր սկզբունքներից, դա արդեն իսկ արձանագրեցինք։ Սպառողների հիմնական իրավունքներն են՝ անվտանգության ապահովման իրավունք։ Տուրիստական փաթեթ կազմակերպող ընկերությունը պարտավոր է հնարավորինս ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունը։ Պատերազմական կամ արտակարգ իրավիճակում կազմակերպիչը չպետք է տեղեկացնի սպառողներին վտանգների մասին։ Կազմակերպի վերադարձ անվտանգ երկիր կամ հայրենիք անհրաժեշտության դեպքում ապահովի նաև ժամանակավոր կացություն։ Երկրորդը պայմանագրի լուծման իրավունքն է։ Եթե ստեղծված իրավիճակը էականորեն փոխում է պայմանները, պատերազմ, ռազմական գործողություններ, արտակարգ դրություն, սպառողը կարող է հրաժարվել պայմանագրից, պահանջել չմատուցված ծառայությունների համար վճարված գումարի վերադարձ։ Աջակցություն ստանալու իրավունք դուք ևս ունեք։ Տուրիստական կազմակերպիչը պարտավոր է աջակցել զբոսաշրջիկներին, կապ հաստատել դեսպանության հետ կամ հյուպատոսության, օգնել տեղափոխման կամ տարհանման կազմակերպման հարցում, տրամադրել տեղեկատվություն անվտանգ տեղաշարժի մասին։ Փոխհատուցման պահանջի իրավունք դուք ևս ունեք։ Եթե կազմակերպիչը չի կատարել իր պարտավորությունները կամ չի ապահովել պատշաճ աջակցություն, սպառողները կարող են պահանջել նյութական վնասի փոխհատուցում, չմատուցված ծառայությունների գումարի վերադարձ, որոշ դեպքերում անգամ բարոյական վնասի հատուցում։ Ինչ գործողություններ կարող են անել սպառողները։ Անմիջապես կապ հաստատել տուրիստական կազմակերպչի հետ եւ պահանջել անվտանգության միջոցառումներ կամ վերադարձ։ Դիմել իրենց երկրի դեսպանություն կամ հյուպատոսություն տվյալ երկրում։ Ֆիքսել բոլոր փաստերը, փաստաթղթեր, հաղորդագրություններ, ծախսեր, որոնք կարող են անհրաժեշտ լինել հետագա պահանջների համար։ Հաջորդ իրավունքը՝ վերադարձից հետո դիմել համապատասխան մարմիններին, սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմիններ դատարան փոխհատուցման պահանջով։ Կարևոր իրավական հանգամանք, որ պետք է իմանալ։ Պատերազմը կամ արտակարգ իրավիճակը հաճախ համարվում են ֆորս-մաժորային հանգամանք եւ շատ հաճախ պայմանագրերում նշում է կատարվում, որ կողմը ազատվում է վնասները հատուցելու պատասխանատվությունից, եթե պայմանագրային պարտավորությունների չկատարումը պայմանավորված է ֆորս-մաժորային իրավիճակներով, այնպես որ յուրաքանչյուր պայմանագիր կնքելիս ընթերցեք դա, տեղեկացեք ձեր իրավունքների մասին եւ ուշադիր հետևեք մեր քննարկումներին, որովհետեւ այնինչ որ այստեղ քննարկվում է, կարևոր է իմանալ։ Կհանդիպենք։